Ողջույն բոլորին, ինձ համար ոչ միայն մեծ պատիվ է լինել այստեղ այսօր, բայց նաև ունենալ հարցազրույց իմ մայրիկի հետ։ Տիկին Աբրահամյան, լավ, այսպես պետք է դիմեմ, ուրիշ տարբերակ չունեմ։ Դուք տարիներ շարունակ արձանագրել ու վերլուծել եք մեր ամբողջ Հայաստանի քաղաքական ու նաև հասարակական կյանքը ու հետահայաց, այսպես հայացք նետելով, ինչ օրինաչափություններ եք դուք տեսնում, որը մենք անընդհատ կրկնում ենք ու դասեր չենք քաղում մեր ապագան կերտելու ու ստեղծելու մեջ։ Գոնե իմ դիտարկումներում իսկ ես մոտավորապես 30 տարվա այդ առումով փորձ ունեմ, մոտ 25 տարի լինելով լրագրող, առնվազն վերջին 5 տարին ավելի հասարակական, նաև քաղաքական փորձառություն ունենալով, պիտի շեշտեմ, որ ցավալիորեն մենք անընդհատ արձագանքողի դիրքում ենք։ Մինչդեռ ռազմավարական մտածողությունը, ռազմավարական պլանավորումը մեր պետության ամենաթույլ կողմերից է եղել միշտ։ Եվ այսօր, երբ որ մենք խոսում ենք ընդհանրապես ապագայի մասին, մենք այսօր այդ ապագան պիտի կառուցենք մեր կրթության ոլորտով։ Իսկ մեր կրթությունը հիմնականում ինչ է սովորեցնում, մեր կրթական համակարգը մեծ հաշվով տալիս է պատասխաններ։ Մենք դպրոցում երեխային չենք թույլ տալիս, որ ինքը այո կարող է սխալվել, երեխան կարող է ձախողել, բայց այդ ձախողումը իր համար պիտի լինի սովորելու հնարավորություն։ Սա մենք չենք սովորեցնում։ Այստեղ է, որ այսօր մենք ձախողում ենք մեր ապագան կառուցելու հնարավորությունը, չնայած հիմա կրթական ոլորտում շատ են փոփոխությունները, բայց հարցը այդ փոփոխությունները, այսինքն ռազմավարության մակարդակում երևի մեր ԿԳՄՍ նախարարությունը ամենալավն է թերևս այս առումով աշխատում։ 30,000 ուսուցիչների մենք չենք կարողանում դեռևս դա հասնել։ Հենց երեկ Վանաձորում մի քննարկման էի, եւ ուսուցիչներից եւ հիմնականում ուսուցիչներ էին ներկայացուցիչները, ուսուցիչներից մեկը ասեց. մեր երեխաները հիմա մեզ չեն ենթարկվում։ Այստեղ ամենամեծ խնդրեմը, իսկ ինչի պիտի երեխան ենթարկվի։ Մենք երեխային չպիտի սովորեցնենք ենթարկվել, այլ երեխային պիտի սովորեցնենք մտածել ինչպես աշխարհում էլ ավելի ճիշտ կողմնորոշվել։ Հիմա էլի պայքարա գնում, դեմոնիզացնում են AI-ը, կրթական համակարգում հատկապես հիմա այդպես AI-ի դեմոնիզացիա գնում։ Հասկանալի է, ես ինքս ԵՊՀ-ում դաս եմ տալիս, եւ բնականաբար փորձում ենք ստուգել, որ գոնե աշխատանքի, չգիտեմ, սովորաբար դա լինում ասենք 80-90%-ով, բայց գոնե ինչ որ հատված այո կարող են կիրառել AI, բայց գոնե ինքնուրույն աշխատանք պիտի իրականացվի, որպեսզի նաև այդ մտածելու կարողությունը մենք չկորցնենք ինչ որ ժամանակ։ Բայց այստեղ այդ պայքարն էլ մեր ուսուցչական կազմում դեռևս շարունակական, այսինքն անընդհատ ուզում են հակադրվել, մինչդեռ պիտի սովորեցնեն ինչպես ավելի ճիշտ կիրառել AI-ը։ Շնորհակալություն շատ, ինչպես ասում են, education is the key ու ամեն ինչին ու նաև մեր ապագային։ Եթե այսօր այստեղ հնարավորություն ունենայիք ինչ որ մեր ապագայի լիդերների հետ խոսելու, ինչ խորհուրդ կտայիք ու ինչ կառաջարկեիք ունենալով հենց այս փորձառությունը։ Խորհուրդը էլի կլինի այն, որ մենք առաջինը ստեղծենք ինքներս օրակարգեր անընդհատ արձագանքողի, որտեղ մենք վերջին հատկապես անկախությունից ի վեր, ես չեմ ուզում անգամ բաժանեմ, որովհետև Հայաստանի Հանրապետության ինստիտուտների կառուցման տեսանկյունից մենք միշտ ունեցել ենք բավական լուրջ խնդիր։ Ռազմավարական պլանավորումը շատ խիստ կարևոր է ընդհանրապես դուրս գալու այդ ճգնաժամային կառավարման մուդից, որտեղ մենք անընդհատ ճգնաժամային կառավարման process-ում ենք եւ դա խանգարում է օրակարգ մշակել եւ խանգարում է ապագան մշակելուն։ Իսկ ապագան, եթե դու հիմա չես մշակում, ապագան չափից շատ արագ է փոխվում եւ այդ adaptivity-ն եթե մենք չունենանք, այդ ապագան ուղղակի մեզ ինչ որ մի կետում մեզ ուղղակի կուտի։
Հիմա վերադառնալով նաև նախարարի ասացին, հատկապես այն, որ մենք փոքր պետություն ենք եւ մեր ամենամեծ արժեքը թերևս չունենք տենց մեծ բնական ռեսուրսներ, աշխարհագրական դիրք առանձնապես նպաստավոր չի, աշխարհաքաղաքական բազմաթիվ բախումների արանքում ենք եւ այլն, որն է մեր ամենակարևոր ռեսուրսը մարդկային ռեսուրսը։ Այդ մարդկային ռեսուրսի կառավարման համար մենք իրեն պիտի տանք անընդհատ երազելու հնարավորություն, բայց այդ երազելու հնարավորությունն էլ չի կարող չլինել, եթե մենք իրեն չենք սովորեցնում հարց տալ, որովհետև անընդհատ մենք օրինակ շատ երկար տարիներ այս քննարկումը Հայաստանում կար, հատկապես քաղաքական միջավայրում, ես երբ ասում էին ինչպես փոխենք, ինչպես ավելի ժողովրդավար դառնանք, որովհետև հիբրիդային տեսակի պետությունները մի տեսակ ստագնացիոն փուլում են անվերջ լինում, այսինքն ինքը կարա տասնամյակներով այդ հիբրիդային կառավարման մոդելում մնա եւ չփոխվի, որովհետև այդ ինստիտուտները այնքան կաղապարված են, որ այդ ինստիտուտ մտնող ցանկացած հատկապես կառավարման պետական համակարգ մտնող ցանկացած մեկը մի տեսակ անգամ եթե շատ նորարար է, անգամ եթե շատ լավ գաղափարներ ունի, մի տեսակ սկսում է հարմարվել այդ վիճակին, առաջին պահը լինում է մի տեսակ sense հարմարվողականության այդ փուլը, բայց հետո շատ լավ սկսում են դրա մեջ եւ էլի այդ հարց տալու մոդելը մոռանում ենք։ Մինչդեռ դա է զարգացման հիմնական հնարավորությունը։ Այսինքն երբ դու ինչ-որ բան փոխում ես կամ ինչ-որ բան քո կյանքում փոխվում է, սա իհարկե ժամանակին հետազոտությունը արվել էր անձնական տիրույթում կորստի հետ կապված, այսինքն կորստից հետո որն է այդ հիմնական ընդունման process-ը, սկզբում շոկ է, հետո մերժումն է, հետո գալիս է արդեն հարմարվելու եւ խնդիրը ընդունելու եւ այդ ընդունումից հետո նոր առաջընթացի, այսինքն զարգացման փուլը։ Սա նաեւ կառավարման ոլորտում է արդեն իսկ համարվում հենց հիմնական этаպը, այսինքն եթե մենք որևէ բարեփոխում ենք անում, մենք միշտ պիտի իմանանք, որ այդ բարեփոխումը բնականաբար առաջին հերթին հակադրության է բախվելու։ Եվ այդ հակադրությունը բնական է, բայց այդ հակադրության հետ մենք, այսինքն բարեփոխման ռազմավարական պլան ունենալուն զուգահեռ, մենք պիտի ունենանք նաև ռազմավարական հաղորդակցման պլան, որովհետև գիտենք, որ հասարակությունը առաջին հերթին մի հատ բախում է լինելու, ինքը շոկ է ապրելու, չի ընդունելու, հետո նոր սկսվելու են այդ ընդունման, այսինքն բոլոր այդ անձնական տիրույթի դժբախտության բոլոր փուլերը ամբողջությամբ պրոյեկտվում են եւ հիմա այդ առումով գրեթե բոլոր պետական համակարգերը հենց այդ տրամաբանությամբ են գործում։ Այսինքն սա եւս մի խնդիր է, որը մեր կառավարման ոլորտում չկա, հասարակական ոլորտում էլ ավելի շատ են այդ առումով խնդիրները։ Այսինքն մենք չգիտենք ինչպես բարեփոխումը անել, որպեսզի ինքը վերջնարդյունքում ավելի շատ ազդեցություն տա կամ վերջնարդյունքը լինի այնպիսին, ինչպես գոնե մենք պատկերացնում ենք, հաշվի առնելով ռիսկերի կառավարումը եւ այլն, բայց նաեւ չգիտենք թե այդ բարեփոխման ռազմավարական հաղորդակցումը ինչպես տանել, որտեղ մենք ես հիմա կարող եմ բերել շատ օրինակներ, հատկապես բարեփոխման վերջին 5 տարիների, որոնք իսկապես եղել են շատ լավ բարեփոխումներ, բայց որոնք հիմա այս լսարանում վստահ եմ կասեն, բա սենց չեղավ, նես չեղավ, հիմնականում կապված ա եղել ռազմավարական սխալ հաղորդակցման հետ։ Այսինքն սա այն հիմնական երևի խորհուրդներն են, որ հնարավորինս կարճ կարող եմ ասել։ Իրականում հաջորդ հարցս հենց պետք է լիներ առաջնորդության կամ ավելի շատ ապագայի մոդելը, տեսլականը, նաև նշեցիք, որ աշխատել եք պետական կառույցներում ու պետական կառույցների այնտեղ ունեցած մեր բացերը, որոնք որ ունեցել ենք, որոնք պետք է լցնեինք կամ չենք կարողացել, բայց հենց առաջնորդության մոդելը, ինչպես արդեն նշեցիք, ու նաև են փոփոխությունները ռազմավարական, որոնք որ պետք է տեղի ունենային, բայց այստեղ ունեմ նաև մեկ այլ հարց, եթե ունեք հիմա կարողանայինք մի մոդել պահպանել, որը հիմա աշխատում է օրինակ թե պետական կառույցներում, թե նաև
Հայաստանում նաև private sector-ներում, որ մոդելը որպես այդպեսին կպահպանեիք, այսինքն ինչեր կպահպանեիք առաջնորդության մեջ օրինակներով, հա, որը կուզեիք պահպանել եւ որոնք որ չէիք ուզի պահպանել, չէիք ուզին ավելի շատ արդեն նշեցիք, բայց որոնք որ կուզեինք պահպանել, որպիսի ավելի լավ լինի մեր հայտագան ու ապագան ու մեր աշխատանքը Հայաստանում։ Ես երևի պիտի խոսեմ էլի չենք ուզելու կամ սխալների մասին։ Սա փոխելը շատ բարդ է, որովհետև մեր կառավարման մարմիններում, գործադիր մարմնում աշխատողների գերակշիռ մասը սովոր է, որ պիտի լինի այդ հիերարխիկ կառավարումը։ Ես սովոր եմ իմ տասնյակ տարիների փորձով, ես սովոր եմ հորիզոնական հարաբերություններին եւ այդ հորիզոնական, այսինքն որ ղեկավարը ինքը ղեկավար չի, ինքը առաջնորդն է եւ առաջնորդում է, հավասարաչափ ջանքադնում եւ միայն հրամաններ չի տալիս, այլ իսկապես մոտիվացնում է իր աշխատողներին աշխատել։ Մեր այսօրվա կառավարման համակարգում սա թերևս չի աշխատի, ցավալիորեն պիտի նշեմ, բայց սա պիտի քիչ-քիչ հենց վերևից փոխվի։ Սա ներքևից չի փոխվելու։ Սա այո, ինչպես դուք ասացիք, պիտի ընդունեն, որ դու կարաս ուրիշ կերպ հագնվես, չպետք է լինես անպայման միշտ գալստուկով եւ այլ եւ այլը։ Եվ սա այդ հիերարխիայի կոտրելու առաջին մոդելն է, անշուշտ արարողակարգային ինչ-որ բաներ կա, որ պիտի պահվի, բնական է, բայց այնուամենայնիվ կառավարման համակարգում այդ մոդելի փոփոխությունը թերևս պիտի բերի հենց նաև մտածողության փոփոխություն, որովհետև մինչև մենք ձևը չենք փոխում, բովանդակությունը շատ ավելի բարդ է փոխելը։ Ճիշտ է, սովորաբար ասում են, որ պիտի բովանդակությունը սկզբում փոխվի, բայց կառավարման համակարգում դա շատ ավելի բարդ է, որովհետև մի հատ գուցե ձևը պիտի փոխես, հետո բովանդակությանը շատ ավելի մեծ բովանդակության մեջ ավելի մեծ ներդրում անես։ Եվ այստեղ էլի նորից պիտի վերադառնամ ընդհանրապես կրթությանը, որովհետև մենք հիմա անընդհատ շեշտը դրվում է ապագայի դեպքում, եւ սա էլի խնդիր էր տասնյակ տարիների քննարկումների, ոնց օրինակ փոխենք հիբրիդային, միտքս ասացի այն ժամանակ ու չվերջացրեցի, հիբրիդային պետությունից անցնենք ժողովրդավար պետության, եւ մեր ժամանակին շատ տարբեր այդպես հատկապես ռազմավարական պլանավորման տարբեր խմբերում քննարկում էին, ասում էին, դե եթե լավ նոր սերունդ եւ լավ կրթված, ասենք, չգիտեմ, Harvard-ում այստեղ այնտեղ սովորած երիտասարդներ գնան մտնեն պետական համակարգ, իրենք կարող են այդ պետական համակարգը ավելի ժողովրդավար դարձնել, չեղավ դա։ Դա չեղավ, որտեվ ես կարող եմ ուղղակի անուններ բերել, բայց չեմ անի, բայց անուններ կարող եմ ասել, որոնք նույն Harvard-ում, Oxford-ում էին սովորել, բայց իրանք մտան պետական համակարգ եւ դարձան շատ ավելի կոռումպացված, քան այդ պետական համակարգ ինքնին կար, որովհետեւ այդ մախինան ինքնահաճախ քեզ ջարդում։ Եվ ոնց փոխել այդ համակարգը, դրա համար եմ ասում, այդ համակարգը վերևից կարա փոխվի, ներքևից չի փոխվում, որովհետեւ դու ներքևից մարդկանց ներմուծելով մասան շատ ավելի, որտեղ այդտեղ գործում ամբողջի հոգեբանությունը, բազմաթիվ այլ շատ նուրբ նրբություններ կան, որոնք շատ ավելի բարդ են փոխելը։ Բայց էլի նորից էլի վերադառնալով կրթությանը, որտեղ սա ամենա դերևս, քանի որ մենք ապագայի մասն ենք խոսում, սա այն հիմնարար խնդիրն է, որի մասին, որի ուղղությամբ մենք պիտի աշխատենք, այստեղ կրթության մեջ այ հենց այդ ֆունդամենտալ մտածողությունը պիտի փոխենք։ Մենք բյուջեի քննարկումների ժամանակ չենք ասում մենք ներդրում ենք անում կրթության մեջ։ Մենք ասում ենք կրթության ֆինանսավորում։ Կրթությունը չի ֆինանսավորվում։ Կրթությունը ահռելի ներդրում է ապագայի մեջ։ Կրթության ֆինանսավորումը ինքնին ներդրում է մեր պետության զարգացման մեջ։ Այդ անգամ նույնիսկ ասում եմ լեզվամտածողության փոփոխությունը պիտի բերի նաև այդ բովանդակության փոփոխության, բայց մենք նույնիսկ այդտեղ դեռևս դժվար ենք այդ ընկալումներին ադապտացվում, հա, ինչպես ասում են։ Շնորհակալ եմ շատ ու վերջին հարցս թերևս հիմա այս պահին, որովհետև կյանքում ես շատ հարցեր տվող եմ ու նամանավանդ իրեն, բայց եթե այս լսարանին փոխանցեինք մեկ հիմնական ուղերձ,
ու դա լինի ինչպես, այսինքն դա լինի նրա մասին, թե ինչպես պետք է կառուցենք մենք մեր ապագան, ինչ որ ուղերձը կլինի, որը կլինի եւ մարդակենտրոն եւ նաեւ միանշանակ ու միաժամանակ հավակնոտ։ Եվ այստեղ էլի մենք էլի կրթական համակարգին պիտի անդրադառնանք, ցավոք, մեզ նաեւ էլի չեն սովորեցնում այդ ճիշտ երազելը եւ այդ նշաձողերը ճիշտ սահմանելը, որովհետեւ նշաձողի ճիշտ սահմանումից է նաեւ գալիս դրան հասնելու քո հետևողականությունը։ Մենք էլի եւ այստեղ նորից պիտի ասեմ, հղում անեմ ընդհանրապես այս ինֆլուենսերյան միջավայրին, որը շատ հաճախ նաև սխալ ուղերձներ է տալիս եւ ինձ համար շատ մտահոգիչ հաճախ ուղերձներ ենք տեսնում, օրինակ այդ ուղերձներից մեկն էլ է նա, որ ապրիր քո օրը այնպես կարծես վերջին օրը տա եւ այլն։ Սա իրականում շատ վտանգավոր նաև ուղերձ է, որովհետեւ անընդհատ քեզ դրդում է չանել ռազմավարական պլանավորում, անընդհատ քեզ դրդում է այդ հետևողականությունը, ինչպես Պետրոսն էր ասում, այդ հետևողականությունը չունենալ եւ քեզ անընդհատ նաեւ դրդում է հավելյալ արժեք չստեղծել հասարակության ապագայի համար։ Եվ այստեղ մենք կորցնում ենք այդ սերնդային այդպես համերաշխությունը, հա, որովհետեւ մենք հիմա ունենք AI, որովհետև ունեցել ենք նախորդ սերնդի գիտելիքը, այդ AI-ը նոր չի ստեղծվել, այդ AI-ը մենք հիմա կիրառում ենք մեր կյանքը շատ ավելի հեշտացել է, մեր առօրյան, մեր գործը ահռելի ավելի արագություն է վերցրել շնորհիվ նախորդ սերնդի գիտելիքի եւ մեզ թողած ժառանգության։ Դնելով այդ նշաձողը, երբեք նաեւ չպետք է մոռանանք այսօրվա մասին եւ երբեք չպետք է մոռանանք երեկվա մասին։ Արմատներից կտրվելն էլ շատ վտանգավոր բան է, բայց այդ արմատներից կարճած լինելն էլ ավելի վտանգավոր բան է, այսինքն անընդհատ sense հետ գնալ, ասել մենք sense դարավոր ազգ եւ այլը դրանից կարճած մնալ ու դրա ապագան չտեսնել, այսինքն դրա վրա չկառուցել ապագա, այլ տենց կարճած մնալ այդ հետևում շատ վտանգավոր է, այսինքն այս միջինը պիտի գտնենք հնարավորինս ադապտացվելու եւ այդ ադապտացիայի մեջ նաեւ այդ անընդհատ հարց տալու եւ անընդհատ նորը փորձելու կարողությունը չկորցնենք։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ նաեւ այս շատ հետաքրքիր զրույցի համար։ Տանը երբեք չէինք հասցնի այսպիսի հաճելի զրույցներ ունենալ, այնց որ շնորհակալ եմ շատ։ Ես ասեմ, որ տանը մենք անգամ հարցերը չէինք քննարկել իրար հետ, բայց կարծես վատ չէ։ Կարծես ստացվեց։ Շնորհակալություն։